դառնում ես իր անձնական օգտագործման քաղաքասարակությունը, դու հանցագործ ես։ Երբ որ դու նույն այդ քաղաքասարակության ներսում ես, չես սատարում օրվա իշխանության հանցավոր հակասահմանադրական, հակապետական, հակահայկական գործունեությանը, չես սատարում, բայց շարունակում ես մնալ լռել, դա հանցակցություն է։ Դա համարյա նույն բանն է, ինչ որ սատարես, որովհետև երբ որ դու չես խոսում, հասարակության մոտ տես տպավորություն է, հա, մարդկանց մոտ, շարքային մարդու մոտ տպավորություն է, որպես օրինակ ասենք ես 10 հոգին ժամանակին տենց կռիվ էին տալիս, հիմա 4 հոգին բացահայտ պաշտպանում են օրվա իշխանություններին, այն 6-ի ձենն է դուրս չի գալիս, ինչի դուրս չի գալ, դե երևի համաձայն են, մարդիկ իմացող են, պայքարող են, անցյալ ունեն, background բան ունեն, հա, իրանց հետագիծը ունեն, այսինքն վստահություն, վաստակել են վստահությունը ու հիմա չարաշահում են, մեկը գնացել այնտեղ բանա, թաթիկները համբյուր են վիճակում, այս 6 հոգիներ նստել են ձեն չեն հանում, որովհետև վիզիտիլի վախենում են, որ իրանց հասցեին կարողա վիրավորական կոմենտներ գրեն, այո գրում են ու դա անխուսափելի է, հանրային մարդու գործնեության պայմանը դա նորմալ է, լավ չի, բայց անխուսափելի process է, դա մեդալի հակառակ կողմն է։ Այն որ ձեզ մոտենում են փողոցում ժպտալով ասում են, վայ ինչ լավն է, մենք հիացած ենք, այդ մեդալի մի կողմն է։ Մյուս կողմն է, որ կան անհամաձայն մարդիկ կամ բոտերը, որոնք որ ասենց հարցակումներ են անում ու դա 19 թվականին հակառակ տեսակետ ունենալը դա մահապարտի նման մի բան էր։